Գործի վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ սա ամբողջովին ապօրինի գործ է։ Ինչի կարող է հանգեցնել սա, արդյոք կարող է իրենք վիճակել վեհապարի տնօրինությունը կամ ԲՀԽ որևէ որոշում։ Ճիշտն ասած, չեմ կարող այս մարդկանց գործողությունները, քայլերը գուշակել, բայց իրենցից ամեն ինչ հնարավոր է։ Հազար նպատակը որն է ձեզ քննչական կոմիտե հրավիրել է հոգևորականներին հետապնդելը։ Չեմ կարող ասել։ Ենթադրել շատ բան կարող եմ ենթադրել, բայց ինչի համար են կանչել, մինչև հիմա ես չհասկացա։ Իսկ այս քայլերը ընդհանրապես ինչու են իրենք իրականացնում, որն է նպատակը հիմնական։ Եկեղեցին լռեցնել, վախեցնել, բռնաճնշումներ, ուրիշ ոչ մի բան։ Եպիսկոպոսաճյուղի մասով ինչ կարող եք ասել։ Հայտարարը մեկնաբանել օրենս դրա հետ է կապված։ Գա ժամանակը կիմանանք, չգիտեմ, հիմա բան չեմ կարող ասել։ Խափանան միջոց սահմանվել է Սուրբազան։ Այս բանի վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել։ Իսկ կարգալուծության հետ կապված մի հարց կա, տեսակետ, որ եպիսկոպոսատ ժողովը պիտի վճռեր այդ հարցը եւ ոչ թե հոգեվոր խորհրդի քննադատման թեմա դառնար կամ վեհապարի միանձնյա որոշման, այդպիսի տեսակետ կա։ Հիմա տեսակետները ինչ տեսակի մարդիկ, ովքեր ինչի չեն հասկանում, խոսում են։ Մայրաթորը, ներեցեք հոգեվորականներն են ասում, ոչ թե ով ինչից ասում։ Մայրաթորը որևէ մի հակականոնական քայլ չի կատարել։ Ինչ մասն է։ Եպիսկոպոսի կարգալուծության գործընթացը։ Կարգալուծություն մայրաթոր ասելով նկատի ունենք Գերագույն հոգևոր խորհուրդը եւ վեհապար Հայրապետը։ Հակականոնական որևէ գործողություն չեն արել։ Իսկ ովքեր որ ասում են հակականոնական, թող մեկ փաստակ բերեն։ Փաստակ են բերում, որ վերջին եպիսկոպոսները, որոնք կարգալից են հռչակվել, եպիսկոպոսական ժողովով կամ եպիսկոպոսների գրավոր համաձայնությամբ իրենք ստում են։ Դա միայն վեհապարի տնօրինություն։ Չէ, վեհապարի տնօրինություն, Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկություն է բերել վեհապար Հայրապետին։ Եվ պատմական ակնարկով բազմաթիվ լեցուն դեպքերը կան, որոնք հրապարակվել են նաև։ Հոմնան Սրբազան, աննախադեպ է դա կարծես թե առաջին դեպքն է, երբ դատարանում քննվում է թեմի առաջնորդի եւ վեհապարի։ Դրա համար էլ ասում ենք այս ամենը ապօրինություն է։ Ցանկացած մի գործ Հայաստանի Հանրապետություն եւ աշխարհում ուր որ լինի, պետք է այս ամենը դիտարկվի Սահմանադրության լույսի ներքո։ Իսկ սահմանադրությունը ինչ է ասում, իրենք ճիշտ հակառակն են կատարում։ Դրա համար էլ մենք ասում ենք ապօրինի է այս ամենը։ Այս քայլերը վախեցնում են ձեր թեմի հոգևորականներին։ Ընդհանրապես։ Իրենց տրամադրությունը։ Ընդհակառակը ավելի են իրենք մարտական տրամադրված, մարտականը չակերտների մեջ։ Հոմնան Սրբազան, ձեզ համար հասկանալի է, ձեզ ինչու են ներգրավել այս գործին որպես մեղադրյալ, որտեղ դուք կարգալուծության եւ թեմի առաջին։ Ես հենց սկզբից ասեցի, մինչեւ այս պահը չգիտեմ ինչի համար։